Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Կան մարդիկ, որոնք փոխում են միջավայրը ոչ թե բարձր ու հնչեղ հայտարարություններով, այլ հետևողական եւ բարեխիղճ գործունեությամբ։ Հաճախ նրանց աշխատանքը տեսանելի չէ, մինչդեռ դրա արդյունքում մի ամբողջ համակարգ կարող է դառնալ առավել արդյունավետ ու կենսունակ։ Հայրենակից հաղորդաշարի այսօրվա հերոսը Վազգեն Եգիներյանն է, մարդ, որն իր կյանքը ու հետագա գործունեությունը կապել է Հայաստանի հետ։ Վազգեն, ողջույն։ Այսօր խոսելու ենք ձեր կյանքի գործունեության եւ իհարկե Հայաստան տեղափոխվելու որոշման մասին։ Պատրաստ եք։ Պատրաստ եմ, բարեցես, շնորհակալ եմ արիթի համար։ Մեր զրույցը սկսենք ձեր արմատներից։ Գիտենք, որ դուք ծնվել եւ մեծացել եք Բրազիլիայում։ Ինչպես են ձեր նախնիները հայտնվել այնտեղ։ Ուրեմն մամայիս կողմը 1958-ին Հունաստանից Բրազիլ իջան, քանի որ Հունաստանը նոր պատերազմից էր դուրս եկել եւ բաբս ու տատս մտածում էին մի տեղ գտնալ, որպեսզի մեր ընտանիքը հայ մեծանար, որովհետև Հունաստանը անհնար էր, քանի որ մենք մի հատ հեռավոր գազիմը ապրում էին։ Եվ հետաքրքիր պատմություն, երբ հասան Բրազիլ 58 թվականին հունիսին, հենց իջան նավահանգիստում եւ ռումպեր լսեցին, բաբս էլ փախեցավ, ասա մենք պատերազմից փախանք, հիմա ստեկանք էլի ռումպեր կան, ինչ էր Բրազիլը նոր էր քաղաքաշայել եւ նոր հավաքական հետ է եկել Շվեդից ու առաջին դպավորությունը որ տեսան ավտոյի վրա մի հատ սևամոր դրեմը կավատ բռնում էր, էլի Պելեն էր։ Եվ դրանից վերջ արդեն իրենք մնացին, հաստատվեցան Բրազիլ, իսկ բաբաս մի քիչ ավելի երկար ճանապարհ արեց, ինքը ծնվել է Արևմտյան Հայաստան, Սիվաս քաղաքում, իր ընտանիքը չարթի ժամանակի վերջին դեղ մնաց եւ մի հատ ծրագիր եղավ Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի բادرակների միջեւ, որ այդտեղի երեխաները հայերեն սովորեին եւ նրանով բաբաս ու ավելի 50 երեխաներ, որ գոչվեցան Դադուրյան սաները, Երուսաղեմ դեպոխվեցան եւ այնտեղ բաբաս մոտ 13 տարի ապրեցավ Երուսաղեմ Սուրբ Հակոբյան բանկի մեջ եւ գրտություն ստացավ, դրանից վերջ ստիպված Թուրքիա վերադարձավ, որ բանակը ծառայի, քան ինքը այնտեղ էր ծնվել եւ վերջ Հարավ Ամերիկա գնաց իր կյանքը շարունակելու եւ մամայից ծանոթացավ Բրազիլում եւ ամուսնացան։ Վազգեն, ինչ եք հիշում ձեր կյանքի բրազիլական ժամանակահատվածի մասին, ձեր մանկությունից, պատանեկությունից, ինչ է տվել այդ երկիրը ձեզ։ Բրազիլը կարամ ասել, որ նախ իմ ընտանիքին արիթ տվավ, որ կյանքը զերոյից սկսենք, ինչպես պատմեցի առաջ, Բրազիլը այդպիսի երկիր մնե, որ բոլոր ազգերին շատ լավ ընդունում եւ ժողովուրդը շատ մարդամոտ եւ իմ կյանքը կարամ միշտ համեմատել, որ ես միշտ հայ բանի մեջ եմ մեծացել, շրջապատի մեջ, հայկական միջավայրի մեջ, եղել հայկական դպրոցում, հայկական եկեղեցիում, հայկական մշակույթի ակումբում, ընկերներս միշտ հայ էին եւ մամաս, պապաս, մեծ մամաս մանավանդ միշտ ուզում էին, որ այդ շրջանապատի մեջ մնայինք, որտեղ Բրազիլը այդ վտանգը ունի, որքան որ շատ ազատ երկիր մնե, կարած շատ շուտ զուլես։ Հետաքրքիր է, երբ սկսեցիք մտածել հայրենիք տեղափոխվելու մասին եւ ինչպիսին էին ձեր առաջին առնչությունները Հայաստանի հետ։ Մենք ուրեմն մանկությունից միշտ լսել ենք պատմություններ Հայաստանի մասին, ոտանավորներ, Չարենցով ենք մեծացել եւ առաջին տպավորը որ ունեցա 2003-ին որ Հայաստան եկանք համահայկական սպորտային խաղերին, ոնց որ սիրահարվեց այս երկրին։ Դա առաջին անգամն էր։ Առաջին անգամն էր։ Դրանից վերջ ես ոնց ես ոնց իմ դանս եմ ասում։ Ես քայլում էի փողոցները, որ գարթում էի ամեն ինչ հայերեն դարերով, լսում եմ մարդիկ հայերեն խոսան, ասեցի ես այդտեղ դրախտ եմ համար։ Ու արիթ ունեցա 2005 թվականին կայստեղ ու որոշ ժամանակ անցնեի Գևորգյան ջեմարանում մոտ 5 ամիս
սովորել էի, քանի որ Բրազիլիայում ես ծառայում էի եկեղեցին, ես 35 տարի ծառայեցի 3 տարեկանից սկսյալ եւ այդ թվականին ես արդեն քանի որ բավական ժամանակ մնացի ապրեցա այդ Հայաստանը վարակվեցավ մարմինիս մեջ ու դրանից ի վեր մոտ 21 տարի ես արդեն գմտածի ես պետք է այս երկիրը պիտի ապրեմ ու արիտներ եղան որ այցելեցի ու ես արդեն 15-րդ անգամս եմ Հայաստան դրանից վերջ արդեն գիտեի որ ես ստե պիտի մնամ ես Բրազիլիում մեր հայկական մշակույթի սպորտի ակումբի անդամ էի եւ մեծ տեղես Մոնտեն գալիս էր ասում էր բաբա ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ ուզում եմ ցարցանակրես ու մենք ունենք բադանի խումբ մտածեցի մանգերներուս ասել որ քանի որ բոլորը զավակներ ունենք հավաքվենք մի հատ խումբ սարքենք այս երեխեքը միասին մեծանան ոնց որ մենք մեծացանք Շփախտաբար չհաջողեցա, չկարողացա 10 հոգի հավաքել եւ գնացի շատ տխուր տեմքով էսի Մոնտեկիդես չեղավ ես քեզ ուրիշ դպրոց գա բրազիլական եւ քեզ ընդ կարծանակրեմ ընդ խահաս ինքնը ցերկսյանը խփեց ոչ բաբա ես չեմ ուզեր գաբույթ խումբ ու ես ուզում եմ Գարմիր գաբույթ նարինջակուն խումբի մեջ խաղալ էդի ոնց որ իմ գլխիս թանագի դես մտա որ զավակս ուզում է հայկական շրջանագի մեջ մեծանա հայրի հետ ու այդ նավատուն չի պիտի ունենա էդի իմ համար բան է որ չէ դու իրապես պետք է գնաս քո ճակատագիրը քո զավակներդ պետք է Հայաստան մեծանան Այսօր ձեր տղան այստեղ ֆուտբոլ հաճախում է Առաջին բանը որ ուզեց հենց որ ասանք ասեց որտեղ ֆուտբոլ պիտի խաղամ այսօր մի հատ Երևանում մի հատ ֆուտբոլի ակադեմիա կա շաբաթ երեկո անգամ գնում եմ մեծ ուրախությամբ Կարամասել որ իր ամենաերջանիկ բանն է շաբթվա մեջ որ գնում է ֆուտբոլը խաղում շփվում է դղեկի հետ Փաստորեն ձեր տղայի երազանքը իրականացրել եք հայրենիքում Այս առաջի երազանքը ապարկասո եւ շատ ուրախ դրանով մենք էլ Դուք հոգևոր, ապա եւ ինժեներական կրթություն եք ստացել Բրազիլիայում Ինչով էր պայմանավորված այս շրջադարձային որոշումը ձեր եւ ինչ փորձառություն տվեց ձեզ Բաբաս Երուսաղեմն ուսանել էր ինձ փոքր տարիքից եկեղեցի տարավ ու 3 տարեկանով սկսել էի ծառայել թե երգչախումբ, թե խորանի վրա եւ ուզում էի այդ կրթությունս ավելացնել, գիտակցությունս ավելացնել, ավելի իմանալ եւ դե մեծերին նայում էի, ասում էի ես էլ ուզում էի իրենց նման երգել, իրենց նման շարականներու մասնագետ դառնայի եւ թիմեցի մեր առաջնորդին որ այդ ցանկությունը ունեի սովորելու ինքն ասաց ամենալավ դեղը պիտի գնաս Մարատոն Սուրբ Էջմիածին եւ այնտեղ կողերտունդ պիտի ստանաս եւ գնացի սովորելու եւ այդքան սիրարված էի Հայաստանին եւ որոշեցի որ ստե պիտի մնամ զանգեցի մամային ասեցի մամ ես մնում եմ ստեղ պիտի ավարտեմ ստեղ մաման էլ ասեց գիտես չես ուզում քո համասարանը տանես վերջ քո որոշումդ որոշ ինչ պիտի ուզես անել կյանքդ վերադարձա արդեն ընդունվեցա ինժեներական համալսարանում ու արդեն համալսարանը ավարտեցի եւ երկու բանով մնացի համ շարունակեցի իմ ծառայությունը եկեղեցու մեջ համ էլ արդեն դիտխոսություն էի per ինժեներ Եթե չեմ սխալվում այդ ամենից հետո դուք նաեւ սննդամթերք եք ներմուծում Բրազիլիա Երբևէ չեք մտածել Հայաստանում այդ նույն գործը սկսելու մասին Անշուշտ մտածել ենք միշտ էդի մեր միտքի մեջներ մեր երազանքները որ դեսնայինք հանութների մեջ ապրանքները որ made in Armenia կրված բայց մեծ դժվարությունը որ կա որ հերավորությունը Բրազիլի եւ Հայաստանի այսօրվա ծովափի ելքը մի քիչ դժվարացնում է այսինքն ապրանքը թանկացնում է բայց հույսով ենք նայում ենք ինչ կարելի է անել որպեսզի ստեյ ապրանքները այնտեղ հասնեն Որը Բրազիլը շատ մեծ շուկա է, խոսում ենք 210 միլիոն ժողովրդի մասին։ Ես վստահ եմ, որ եթե հաջողվենք այսօր դարբեր ապրանքներ դանել այնտեղ, վստահ եմ մարդիկ պիտի հավանեն։ Միաժամանակ մտածում եմ Բրազիլից ստեղ ինչ որ հետաքրքիր լինի եւ նրանով ստեյց ապրանք դանել եւ այնտեղից ապրանք բերել։ Դուք այսօր այստեղ եք իգործ ծրագրի շրջանակում եւ պետական ծառայություն եք իրականացնում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում։ Հետաքրքիր է ինչքանով է ձեզ դուր գալիս այդ աշխատանքը եւ որքանով եք ձեզ իրացված զգում այստեղ։ Նախ կարամ ասեմ, որ բադիվ է,
բադիվ է, որ բեր հայ ծնված եւ մեծացած օդար երկրի մեջ կաս քո հայրենիքիդ մեջ եւ հայրենիքիդ համար աշխատես, հայրենիքիդ համար քո փորձառությունը բերես, բայց ես շատ ավելի փորձառությունը ստանում եմ այստեղ իմ գրասենյակում բոլոր անդամները փորձառու մարդիկ են, շատ խելացի գիտակից, որ ամեն օր մի բան սովորում եմ թե գործի մասին եւ մանավանդ թե կյանքի ստեյի կյանքի մասին, իրենց փորձառության մասին։ Դրա համար շատ եմ գնահատում այս ծրագիրը, որ արիտը դալիս սպյուրքահային կա այստեղ աշխատի իր հայրենիքի համար մի բան ստեղծի, որ վերջ հավաքայում գարա ասել ոչ որ կովազանք, բայց ասի ես արել եմ իմ հայրենիքիս համար։ Դարձյալ ի գործի մասին, որքանով է ըստ ձեզ այս ծրագիրը կայացած եւ արդյունավետ։ Բոլոր ծրագիրները, որ կան այսօր սպյուրքահային համար, ես կարծում եմ, որ ամենամեծ եւ ավելի մեծ վերադարձ ունեցող ծրագիրն է, որովհետեւ քեզ արիտ է տալիս երկար ժամանակ, ոչ մի շաբաթ կամ մի ամիս, մի տարի մնաս այստեղ եւ արիտ է տալիս ոչ միայն աշխատես քո գրասենյակի մեջ, այլ արիտ ունենաս ուրիշ մարդկանց հետ ծանոթանաս, որ կարևոր պիտի լինեն Աբակայի մասին, երբ ծրագիրը իր ժամկետը ավարտվի։ Այո, ժամկետի մասին խոսեցիք եւ նշենք, որ սահմանափակում ունի ժամանակային այդ ծրագիրը եւ շուտով ձեր ժամանակահատվածն էլ Հայաստանում գտնվելու կապարտվի ծրագրի շրջանակներում իհարկե։ Ինչ եք մտադիր անել։ Շարունակելու եք Հայաստանում մնալ, վերադառնալու եք Բրազիլիա, թե տեղափոխվելու եք մեկ այլ երկիր։ Ես հաստատել եմ, որ մնալու ենք եւ ասված առաջ արդեն մտածում ենք հավաքայի մասին ինչ կարելի անել, իմ կարծիքով պիտի շարունակենք այստեղ։ Չնայած ձեր պատասխանից արդեն կարելի է հետևություն անել, բայց այնուամենայնիվ պետք է հարցնեմ։ Ձեր կարծիքով մարդու համար ավելի կարևոր է ծննդավայրը, թե պատմական հայրենիքը։ Մեր ընտանիքի մեջ, մեր տան մեջ գոչում ենք մեր տունը փոքր Հայաստան, որտեղ իմ դադասը ստիպում էր հայերեն խոսած, որտեղ դադասը մայրս ստիպում էր ուտելուց առաջ պիտի աղոթք տանես, քնելուց առաջ աղոթք պիտի անես, երաժշտությունը բրազիլիական սամբա չպիտի լսես, հայկական երաժշտություն պիտի լսես, ուրեմն իմ համար իմ կարծիքով քո հայաբախբանությունդ, քո հայասեր լինելդ կապված չի, որտեղ ապրում ես, կապված է քո հետ ու քո ընտանիքիդ հետ։ Վազգեն, եթե խոսենք նաև Սփյուռքի մասին, այսօր Սփյուռքն ունի այնպիսի խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում եւ պետական համապատասխան աջակցություն։ Խոսելով ուղղակի Բրազիլի մասին, մանավանդ որ հին համայնք մնե, մոտ 100 տարվա համայնք մնե, այսօր լեզուն մեծ վտանգի վրա է, որովհետեւ մարդիկ ցավոք սրտի հայերեն լեզուն դան մեջ չեն խոսում։ Դա արդեն մեծ վտանգ է բերում, որովհետև եթե լեզուն չես խոսում, ուր մնաց հայկական մշակույթի հետևից գնաս։ Ես կարծում եմ, որ նախնական պետք է լեզվի համար ծրագրեր լինեն, որովհետև մարդիկ հետաքրքրվեն լեզուն չմոռանան, ուրեմն ամենակարևոր կամուրջը, որ պետք է լինի, Հայաստան եւ Սփյուռք ծրագրեր պետք է լինեն, լինի մշակութային, լինի բարախումբներ, լինի Հայաստանից մարդիկ գնան այնտեղ խոսան կամ ներկայանան միջոցառումներ կազմակերպեն եւ փոխադարձ ծրագրերն են, որ մարդիկ ինչպես իքոր ծրագիրը Բրազիլից կամ ուրիշ երկրներից Հայաստան կան, Հայաստանը տեսնան, սիրեն եւ ուզենան գալ այստեղ կամ ներդրում անեն իրենց փորձառությունը բերել, որ այս երկիրը զարգացնեն։ Վազգեն, խոսենք նաև մասնագիտական թեմաներից։ Այսօր դուք աշխատում եք Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության թափոնների եւ մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունում։ Կպատմեք ձեր աշխատանքի մասին։ Շատ հետաքրքիր է, հենց մեր գրասենյակում հատուկ նոր ծրագիր ունեին, որ ամբողջ տվյալները, թափոնների եւ աղբավայրերը դեհատրել գեոպորտալի մեջ եւ ես մոտ 5 ամիս նրա վրա ենք աշխատում ամբողջ Հայաստանի տարածքները եւ խոհավասերը թափոնների եւ աղբավայրերը դնում ենք այդ գեոպորտալի մեջ մի բան ես անում, որ օգուտ պիտի բերես քո ժողովրդին, որտեղ հիմա բոլոր
Հայաստանի բնակիչները, որ կցանկանան տեսնեն եւ գրանք կայքի մեջ մտնել եւ դնան գեոպորտալի մեջ թափոնը որտեղ է, աղբավայրը որտեղ է, դա իմ համար արդեն ուրախություն ա բերում, որ ես կարողացա մի փոքր բան անել այս երկրի համար։ Վազգեն, հետաքրքիր է, շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ինչ հիմնական մարտահրավերների առաջ ենք այսօր կանգնած։ Կամաց ես տեսնում եմ, որ ամեն ինչ առաջ գնում է, այսինքն 2003 թվին, որ առաջ անգամ որ եկել եմ եւ հիմա ես տեսնում եմ, որ թե երկիրն է զարգանում, թե ժողովուրդն էլ արդեն իմանում է ինչ պետք է անի շրջակա միջավայրի համար։ Վազգեն, ինչպես գիտենք, պետական ծառայությունը որոշակի առանձնահատկություններ ունի, ինչը կարող է երբեմն միապաղաղ դառնալ, անգամ նաև ձանձրալի։ Ձեզ դուր է գալիս ձեր աշխատանքը։ Ես դուր է գալիս, ես ամեն օր առավոտ գալիս եմ այդ նույն էներգիայով, որ իմ ամբողջ գործերս հանձնեմ, ինչ որ ինձ տալիս են։ Ես մասնավոր մարմինի մեջ այստեղ չեմ աշխատել, ուրեմն չեմ կարա տարբերություններ տալ, բայց կարամ ասեմ, որ պետական մարմինը բացի քո աշխատանքդ գալիս ես մի հատ բարդավորություն ունես, որ դու աշխատում ես ոչ հատուկ գազམ་ագերբության համար, այլ աշխատում ես քո ազգի համար։ Ուրեմն քեզնից ավելի պահանջվում է որակյալ գործ հանձնես, որտեղ ի վերջո օգուտ բիլինի համ ինձ համար, համ ընտանիքիս համար, համ բոլոր հայ ժողովրդի համար։ Mesela մեր հայրենիքի համար ենք աշխատում։ Շրջակա միջավայրի պահպանման առումով հիմնախնդիրները լուծելու համար որքանով է կարևոր ուսումնասիրել միջազգային փորձը եւ տեղայնացնել այն։ Ես մեկ մտածում եմ, ասում եմ Բրազիլի մեջ մենք այսպեսի բան անում ենք, ինչի համար այստեղ չկարելի անել, մեկ բեդիս հետ խոսում եմ, մի քանի բաներ անում այստեղ անհնար է դες բան լինի, որովհետև տարբերություններ ունենք օդի եւ այլն, բայց որոշ բաներ մտածում ասում եմ հետաքրքիր բաներ են, այսինքն իմ կարծիքով պետք է նայվի օրինակներ ուրիշ երկրների եւ ծավալը փորձել ստեղծել։ Վազգեն, ծանրաբեռնված աշխատանքային առօրյայից ինչպես եք լիցքաթափվում։ Հայաստանում արդեն գտել եք ձեր նախընտրելի վայրերը, զբաղմունքները։ Ուրեմն ամեն օր գործից վերջ, որ գնում եք դու, լսում եմ արդիկ փոխում են, ասում են, «Վա, այս ինչ պրոբկա է, դու պիտի հասնենք», ասել, ծավալը ծիծաղում եմ, ասում եմ, «Դուք եկեք մեր Սան Պաուլոյի քաղաքը 14 միլիոն մարդկանց պրոբկան 1100 կիլոմետր պրոբկա օրը տեսեք, էսի պիտենակ ոչինչ է»։ Ես շատ սիրում եմ քայլել։ Ես սիրում քայլել մանավանդ որովհետև այստեղ ապահով եմ զգում ինձ, հանգիստ եմ զգում, մանավանդ Սան Պաուլոն, որ ճշմարտաբար շատ վտանգավոր քաղաքն է, ուրեմն քայլում եմ ամբողջ օրվա ստրեսը, հոգնեցությունը բարբում եմ, մինչև հասնեմ տուն ու հենց հասնում եմ տուն արդեն երեխեքս գալիս են վազելով, մրցույթ են ումով առաջինց պիտի կրկի, դա արդեն իմ ամենամեծ հանգստությունն է բերում։ Եվ Հայաստանը փոքր գարալինի տարածքով, բայց մշակույթով իր հարստությունը շատ մեծ է։ Ես ամեն անգամ որ արիտ ունեմ քաղաքից, թեկուզ քաղաքի մեջ որ շատ եմ սիրում Երևանը, իր մշակույթի կյանքով, թատրոններով, օպերայով, մեկ քաղաքից դուրս եմ գալիս, մի քիչ բանությունի հետևից, հանգստություն, այդ լեռները տենալու, մարդիկ ասում են, Հայաստանը միայն քար ունի, բայց ոչինչ, մեր քարն էլ մեր քարն է, ու այդ քարը ինձ հանգստություն է բերում։ Զավակներս էլ որ գալիս են, գնում ենք տարբեր վայրեր, ուզում են օրինակ եկեղեցիներ դնան, մտնում ենք եկեղեցին, պատմում եմ իրանց պատմություն այդ եկեղեցի հատուկ, գիշերը գալիս եմ տուն, երբ պիտի տնեմ քնելու, հարցնում եմ ու ինձ արդեն պատասխանում են ամեն ինչը, դա իմ համար բան է բերում, ուրախություն է բերում, որ կարողացա մի բան էլ սովորացնել իրանց։ Վազգեն, հիմնվելով ձեր անձնական փորձի եւ անցած ճանապարհի վրա, ինչ խորհուրդ կտաք արտերկրում ապրող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք դեռևս երկմտում են հայրենիք տեղափոխվելու հետ կապված։ Կարամ 100%-ով ասել մի վախեցեք, եկեք, ստեղ նախ ձեր տունն է, ձեր հայրենիքն է, դժվարությունները պիտի լինեն, ոնց որ ովևէ դեր պիտի լինեն, բայց այդ տարբերությունն է, որ էսի ձեր հողն է, ձեր երկիրն է, ձեր հայրենիքն է։
ինչ որ դժվարություն եթե պիտի ունենաք, 10 անգամ ավելի առավելություններ պիտի ունենաք եւ չմոռանանք, որ մենք ասկ մնենք, որ Աստված մեզ ընտրել է։ Եվ եթե դա ունենք, դա նշանակում որ մենք օրհնված ասկ մնենք, օգտագործենք դա մեզ համար եւ այս երգիրը զարգացնենք։ Շնորհակալություն Վազգեն շատ անկեղծ զրույցի եւ խորհրդի համար։ Ես եմ շնորհակալ։ Վազգեն Եգիներյանի պատմությունը ցույց է տալիս, որ մեծ փոփոխությունները հաճախ սկսվում են ամենափոքր քայլերից։ Երբ մարդն ընտրում է սեփական փորձն ու գիտելիքը մի ամբողջ համակարգի զարգացման մեջ ներդնելու ճանապարհը, երազանքներն ու նպատակները դառնում են երկարաժամկետ, իսկ ակնկալվող արդյունքները ռազմավարական նշանակության։ Հայրենակից հաղորդաշարը շարունակում է գտնել մարդկանց, որոնց պատմությունները ոգեշնչման աղբյուր են եւ ունեն վարակիչ դառնալու միտում։ Կհանդիպենք։